Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ, արժանապատիվ և հզոր իմ հայ ժողովուրդ ջան։ Այս ամիսների ընթացքում երկուք այս ճղճի իշխանությունների, այս բռնաճնշումների, աշխատանքից ազատելու, այսքան ահաբեկելու, այսքան մարդկանց վախեցնելու մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հավատացեք, ձայնատվել ընդդիմությանը։ Ակամեծ տկարչության պարագայում 100 հազարավոր արժանապատիվ մեր հայրենակիցներ կանգնել են և ոչ են ասել մի իշխանության, որ հանձնել է Արցախը, ոչ են ասել մի իշխանության, որ արշավերած սեփական եկեղեցու դեմ, ոչ են ասել մի իշխանության, որ սեփական հայրենիքը, սեփական ժողովրդի անտեսելով յուրաքանչյուր ամիս ու յուրաքանչյուր տարի գնացել է զիջումների, կսել է թուրքերի ադրբեջանցիների առաջ, խոստումներ է տվել, հիմա է, այս ամեն ինչի հետ միասին ես ամբողջ ընտրակեղծիքի գործընկերներս ասեցի, ամբողջ ես ընտրակեղծիքների շարանի մեջ հիշել է գաղթակողի թվերը հրապարակում, դեր ընտրատեղամասերում հավաստիացնում եմ ձեզ, ընտրատեղամասերում դեր կես անգամ ամփոփված չէ թվյաթերթիկների, ասում է ես հաղթել եմ, ում ես հաղթել, այս ժողովրդին չես հաղթել, դու պարտվել ես, դու պարտված իշխանություն ես, դու պարտվել ես սրբազաններին, դու պարտվել ես մեր ժողովրդին, այսօր ես ուզում եմ, սիրելիներս, ես հուսահատության ես ճիրաններից դուրս գա, այսքան տարիների ընթացքում հավաստիացնում եմ ձեզ, այցելելով քրեակատարողական հիմնարկներ, թե սրբազանները, թե ազգային բարերարը, թե մեր քաղաքական գործիչներից որևէ մեկը հուսահատության որևէ նշույլ ցույց չի տվել, և ես ուզում եմ բարձր ողջ ունենք անազատության մեջ գտնվող մեր եղբայրների, մեր քույրերի, դուք պատմության մեջ, Հայաստանի նորագույն պատմության մեջ գրվելու են ոսկե տառերով այն պայքարող տեսակը, որը որ Հայաստանի Հանրապետությունը ազատագրելու է։ Այս տարիների պայքարը հենց նենց չի հասնելու, սիրելի հայրենակիցներ ջան։ Մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք։ Եվ նաև ուզում եմ մի փաստել արձանագրել։ Ինձ համար չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները, մեր եղբայրները գտնվելով Բաքվի բանտերից, այն ճնշումների տակ, իրենք ինչ ուղերձներ են հղում մեզ, որ չկոտրվեք, որ չընկճվեք, որ պայքարեք։ Մենք ուզում ենք բարձր ծավալով, ողջ ունենք Բաքվի բանտում գտնվող մեր խիզախ հայրենակիցներին։ Մեր ազգը հաշտ չի դրել, մենք հաշտ չենք դրել։ Մենք պայքարելու ենք, մենք հաղթանակ ենք տանելու հուսահատության ճիրաններից մեր որոշ հայրենակիցներ պիտի դուրս գա։ Ես տեսնում եմ այստեղ հարյուրավոր, միգուցե հազարավոր մարդկանց, բայց ոչ մեր հայրենակիցներին, որ հեռուստացույցի այն կողմ նայելով մենք մեր երկրում բան չենք փոխելու։ Մենք պիտի պայքարենք մեր իրավունքների համար, 100 հազարավոր քվե տված մեր հայրենակիցների իրավունքների համար։ Եթե մի ժամանակ կարողանում ենք մատների վրա հաշվել Հայաստանում խաղբանտարկյալների, հիմա այնքան շատ է թող կներեն իրենք մեզ։ Մենք չենք կարողանում անուններով տանք, որովհետև դրանք հարյուրավոր են։ Շատ ու շատ մարդիկ կան, հավաստիացնում եմ ձեզ, որոնք լայն հասարակությանը ծանոթ չեն, բայց այսօր շղթաները գցած ամեն մարզում 15-20-30 խաղբանտարկյալ կա, առնվազն։
Դա ես ասում եմ մինիմալ թվեր։ Եվ սիրելի հայրենակիցներ, շատ ձեր համբերությունը չեմ ուզում չարաշահել։ Ուզում եմ ձեզ, մեզ, մեր ազգին, մեր ժողովրդին մաղթել առանց այս ապօրինի իշխանությունների Հայաստան, առանց այս քաղաքական իշխանությունների Հայաստան, այդ Հայաստանը լինելու է, այդ Հայաստանը գալու է, կեցեն Հայաստանը, որ վաղն է լինելու, ու այդ Հայաստանը լինելու է, ուժեղ եղեք, պինդ եղեք, հավաքող եղեք, դեր ցավը տարեմ լավ արնեք, ապան բոլոր